Էլեկտրացանցի Ռոդիսականից կամ Նիկոլ Փաշինյան Տաշիր Սամո Չատյարտավոր հակամարտությունից արդեն 5-6 ամիս է անցել, ինչա փոխվել էլեկտրացանցերի գիլդիմներից Իոկուտ Հայազգի հայոց պետականության էլի ոչ թե Նիկոլի կամ Տաշիր Սամոյի թայֆայի էլեկտրական ցանցերը մեր բարեկեցության զարգացման ապահովության զորության գրավականներից մեկն է, որը մնացած այդ գրավականների նման տենց մեզ մախրճել են մեր աշխատանքային զարգացման բարեկեցության հնարավորությունների մեջ ու մեր քրտինքը աշխատանքը արդյունքը ավյունը խմում են, պատճառելով մեզ տառապանք ու վիշտ, դիտարկենք այդ ամենը։ Պետական օրենսդրության, որը բոլշևիզմի ռուսկի միրի համապատասխանով որ մարդը տուգանքի ու կեղեքման մատցիրալ է եւ ցարական Ռուսաստանը երբ որ Հայաստանը օկուպացրեց, եղբայրաբար եկավ ազատեց, մենք օսմաններին, պարսիկներին հայտ ենք տալի 2.5%, 40 մեշոկից մի հատ, 40 ոչխարից մի հատ, 40 շոր կոշիկ եթե դարբիներ գործերից մի հատը տալիս ենք շահին կամ սուլթանին, իսկ ռուս ցարը մեկը մեզ ազատագրեց եւ սահմանեց 10% հարկ, այսինքն մեր հարկային բեռը 4 անգամ ավելացավ, բայց դա մեզ չի հուզում, եկավ բոլշևիզմը, որը մեզ դրեց 99% հարկային բեռի ժամանակ, սովետի ժամանակ եւ Բրեժնևի ժամանակ 98-95%, հիմա մենք օրինական հարկային բեռ ներքո ենք 90%, փաստացի օրինական մենք հայտ ենք տալի 43-56% թղթով, բայց փաստացի մենք հայտ ենք տալի մեր աշխատածի 90%-ը, էլեկտրական հոսանքի, էլեկտրացանցի ինչ վիճակը ոնց է, դա ուղղակի ազդում է մեր բարեկեցությանը, ազդեցության լուրջ գործոններից մեկն է, մյուսը օրենսդրությունն է, մյուսը մոնոպոլ գներն է, մյուսը տարածքների սեփականությունն է, մի հատ sense թղթով մեր պապենական հարստությունների տարածքները վերցել են ու իրենք մեզ վարձակալության խանութի պարիսպների արտադրության տարածքներ են տալի իրենց կմահաճության պարագայում, ծանոթներից մեկը խանութացի փուռ է վերցել, տենց 18 թվականին 80,000 դրամով, ամեն տարի 100,000 դրամով թանկացրել է տարածքի տերը, հիմա արդեն 600,000 է տալի, մարդը չի տերնի, այդքան իր ռեյտինգ է սարքել, այդքան աշխատել է սպասարկման որակի վրա, անունը հանել, խաշի թողը հելնի, թե 80,000-ի որ հասցրեց 600,000, այդ 8 անգամ տարբերությունը արդեն վճարի, դա մեզնից կողոպտում են, ու եւ այդ ամենը եթե մեզ չի ուզում, թե ոնց անենք լավ ապրենք, բա ի՞նչն է մեզ ուզում, ոնց եմ կրկնում ենք, փաստացի հարկային բեռի ներքո ենք 90%, բայց դա մեզ չի ուզում, որտեղ մեզ մի ձև մանիպուլացված ու խեղաթյուրված են դա ներկայացնում, եթե մենք 1 միլիոն դրամի ինչ-որ ապրանք ենք վերցնում, վաճառում ենք 1 միլիոն 100,000 դրամ, կայանում այդ 1 միլիոն 100,000-ը մեր աշխատանքի փողը չի, 1 միլիոնը դա մատցիրալի ապրանքի փողն է, 100,000-ը մեր կեղտոտ շահույթն է, որից հանվում է աշխատողի փող, տարածքի փող, այնտեղ տրանսպորտ է, հաց ու ջուր է, գնալ գալու փող է, տան կոմունալն է, տնեցիկի հաց ու ջուրն է, շոր կոշիկն է, նույնիսկ հանգիստն է, նույնիսկ բուժումն է, այդ ամենը հանելուց հետո թե տակը մնաց մի X գումար, դա մեր աշխատանքի արդյունքն է, դա մեր աշխատանքի պրոդուկտն է, նա մեր աշխատանքի արդյունք մաքուր օգուտն է, հիմա այդ 1 միլիոն դրամից, որ շրջանառու միջոցից շահույթ ենք ստանում, կեղտոտ շահույթ 100,000 դրամ, այդ 100,000-ից ինչքան է մեր օգուտը մնում, դա է մեր աշխատանքի արդյունքը, իսկ մեր պրոպագանդան, նաև սովետի ժամանակ, դպրոցի ժամանակ միշտ նշվել է, որ մոնղոլ թաթարները եկել են, ավերածություն, ասպատակություն են արել, սահմանել են ծանր հարկեր ու տուրքեր, բայց ինչքան է եղել մոնղոլ թաթարների հարկերը ու տուրքերը 1%, ընել հարկ են տվել առևտրականներն ու արհեստավորները, մոնղոլները ահասարսուր հարկ են սահմանել 1%, օսմաններին, պարսից շահերին, արաբ խալիֆներին, խալիֆը կայսերն է, մենք հարկ ենք տվել 2.5%, ռուս ցարին հարկ ենք տվել 10%, եկել է մեզ ազատագրել է, մեր հարկային բեռը 4 անգամ շատացրել է, ասել է եկել ենք ազատագրել ենք, եղբայրաբար քեզ 4 անգամ շատ հարկ ենք տալի, սովետի ժամանակ 99%, 98%, 100% Ստալինի ժամանակ, Բրեժնևի, Գորբաչովի ժամանակ 95% է եղել,
դա մեզ չի ուզում։ Էլեկտրական հոսանքը, հələ Տաշիր Սամոյի Նիկոլի հետ կլոնադան չեմ ասում, որ մի հատ էլի կադրեր ցույց տվեք, Տաշիր Սամոն դատարան գնացած եկածած, որտեղ այդպես կադր կա, մի հատ պասպորտ հանելուց, մի հատ այնտեղ հեռախոսի կամ կոմունալի չվճարելու համար դատարան են տանում առանց մարդու ներկայացում, դատական process-ը չի լինում։ Բայց Տաշիր Սամոյին այնտեղ էլեկտրացանցերի համար դատում էին, կալանք են նշանակել, մի հատ դատարան գնալի գալու կադր կարա ցույց տակ, ես չեմ ասում Նիկոլ Փաշինյանը, որ ռուս քաղաքացու չի կարա ձերբակալի, որ մենած ռուս քաղաքացի միլիարդատեր, ոչ թե ազգությամբ ռուս, այլ Ռուսաստանի քաղաքացի միլիարդատիրոջը, որ նույնիսկ հասարակ կոֆեն կամ ջուր խմելը օգուտով է խմում, եկել է այստեղ հանձնվել է Նիկոլը ձերբակալել է։ Էլեկտրական հոսանքի գինը մեր մոտ չի փոփոխվել 54 դրամը։ Դա այն պարագայում, երբ որ մեր ամբողջ էլեկտրականների, էլեկտրահաղորդակայանների տրանսպորտ բաշխի ցանցերի այդ սովետի սարքած, սովետով մնացած, այսինքն ինքնարժեքը հանած, օգուտ բերած համակարգը, որը պետք է ընդհանրապես սպասարկել։ Հրազդան գետի վրի 7 գեսերը տալիս են հիմիկվա ապահովում են հիմիկվա Հայաստանի հոսանքի 100%-ը եւ այդ սպասարկումով, տեխնիկայի սպասարկումով, աշխատողների աշխատավարձով, մանրամուներ ռեմոնտի ծախսով հոսանքը այդ հրազդան գետի 7 կեսերի արժեքը 3 դրամ է, բայց մեր վրա ծախում են 54 դրամով։ Որտային կասկադի այդ հեկերի, որը կարելի ամբողջությամբ Հայաստանին ապահովի հոսանքով, արժեքը 0.3 դրամ, այսինքն 1000 կիլովատին հրազդան կասկադի հոսանքի պարագայում տալիս են 3000 դրամ, իսկ որտային գետի այդ էլեկտրացանցերի կասկադի ինքնարժեքը 300 դրամ։ Ատոմային էլեկտրակայանը տալիս է 7 դրամ, իսկ Հրազդանի Երևանի ՏԵՑ-երը, որը զապած տարբերակներ են, տալիս է ինքնարժեքը 16 դրամ։ Բայց Հրազդանն ու Երևան ՏԵՑ-երը ջերմաէլեկտրակայանը հիմնականում Պարսկաստանից գազ են բերում, տեղը էլեկտրական հոսանք են տալի, որոշ առումով Վրաստանին են տալիս, ատոմակայանը մեծ մասամբ Թուրքիայի, Վրաստանի հոսանք տալու համար է, բայց դա մերը չի, եղբայրական Ռուսինն է։ Էլեկտրական հոսանքը մեր բարեկեցության գրավական է։ Եթե ես կամ մեզնից յուրաքանչյուր ուզում է տունը հոսանք քաշի, 400,000 դրամ է բաժանող դառնալը։ Ոստի 1000 մարդու պարագայում 400 միլիոն դրամ, որ բանս է, որ էլեկտրացանցերը մեզնից թերթում է։ Եթե արտադրություն կամ խանութ ենք ուզում դնենք պահեստ եւ եռաֆազ հոսանքապետ, 1.5 միլիոն դրամ պիտի մուծենք, որ եռաֆազ օրինական հոսանք ունենանք, ապա հակառակ պարագայում հարկային է գնալի, որ օրինական եռաֆազ չունես, լուրջ փողեր նալում։ Իսկ առանց եռաֆազ հոսանքի արտադրություն խանութ, պահեստ ունենալը աբսուրդ է, չեմ ասում տարածքի եթասկայական գները գումարած, այդ կաբելը, մոնտաժը, բանը, սա այդ մեր վրա է, էլեկտրացանցի վրա չի, էլեկտրացանցը մենակ շիտն է բերում դնում, ընդեղից միացում արդեն քո վրա է։ Դա մի հատ խոչընդոտ է, դա քանի որ սա ասել մուլտիմիլիարդատերներ ենք, փադիշահներ, սուլթաններ, կայսեր ենք, դա մեզ չի ուզում։ Բայց քանի որ ես սովորական մարդ եմ, ինձ ուզում է։ Հաջորդը օրինականությունն ու օրենսդրությունն է, որը ասել եմ մենք ՆԴՍ-ն է, շրջանառության հարկն է, եկամտահարկն է, այնտեղ կանխիկ գումարի հարկն է, սոցվճարն է, մեզնից ստանում է 43-ից 53-56%, մոնոպոլ գները, այնտեղ պիտի տոդի գագոն, ինչ-որ մեր ցեմենտի գործարանը վերցնի իր հանքերով, իր գործանով, որ սովետի ժամանակ սարկած է, հերիք չի կասկածելի գրոշներով է վերցել, մի հատ էլ այդ ամբողջ տարվա իր ծախսած հոսանքն ու գազը մինչև հիմա պետությունը ջրում է, այսինքն մենք ենք վճարում դրա համար, բայց ցեմենտը, որը ցանկացածս տան ռեմոնտը, տան շինարարությունը կամ պետության այնտեղ դպրոց մանկապարտեզի հիվանդանոց բանակի շինարարության վրա դոդի գագոյից ենք վերցնում այդ բիզնեսին, լուրջ փողեր է վերցնում, երկաթի ներկրումն է, այնտեղ մնացած ապրանքներն է, մոնոպոլ գները, դա նույնպես հարկատեսակ է, բայց այդ ամենը առ ոչինչ է դառնում, մեր հարկային պարտավորությունը, սոցպարտավորությունը, մոնոպոլ գները, տարածքային այնտեղ խանութի պահեստի արտադրության այդ աբսուրդային ոչ միայն վաճառքի գները, այլև արենդայի գները, այդ ամենը առ ոչինչ է բանկային ասարսու թարան կողոպուտի, ու դրա դեմ մենք չենք պայքարում, դա մեզ չի հուզում, դա մեզ պետք չի, 90%-ը դες լուրջ փողեր ունեք,
դուրս տալու, տվեք բանակի, կրթության, բժշկության, մշակույթի, ձեր անձնական ոսկի ու դոլար առեք, եվրո առեք, ձեզ պահեք, բայց իրենց մի տվեք։